Բոլորիդ բարևներ, Ժողովուրդ ջան, հետևորդներից մեծ մասը հայերեն են լավ հասկանում, ուրեմն հայերեն պետք է խոսամ այս վիդեոյում, ոնց խոստացա անցած անգամ։ Մտնելու ենք մետրո, արդեն այսպես ասած քարտի մասին անցած անգամ ես պատմեցի, նորից ցույց տամ, այս ձևի քարտ է, որը ձեզ պետք է երբ դուք մտնում եք մետրո կամ ավտոբուսների մեջ եւ այս քարտի վրա սկզբից դուք գումար եք դնում։ Հիմա կիմանաք ինչքան գումար է վերցնելու իմ այսպես ասած քարտից։ Ուրեմն շարժվում ենք, մտնենք մեջը։ Փաստորեն կարակ ոտով չգնաք, այսինքն սենց կայնեք եւ հասնեք մինչև վագոններ։ Դե հիմա մենք կհասկանանք ինչքան գումար է վերցնելու քարտից։ Ուրեմն սենց ենք անում, շատ լավ։ Դե ինչ, հիմա դուրս եք գալիս ու տենանք ինչքան գումար ա վերցրել, ուրեմն հասկացանք 7.50, այսինքն 900 դրամ, այսքան էր գինը, կարա ավելի շատ լինի, բայց քանի որ ես շատ քիչ կանգար անցա, մոտ 5-6 կանգար, 5-6 կանգարը 900 դրամ է վերցնում, ավելի շատ եթե անցնեմ, ուրեմն ավելի շատ է վերցնելու։ Դե ինչ, ընկերներ ջան, մենք եկանք էքսպո հասանք, ես Հայաստանում երբ լինում եմ, ուզում եմ, այսպես ասած, եթե ուզում եմ հանգիստ լինի, գնում եմ ինչ-որ մարզեր, գյուղեր, իսկ այստեղն է ինձ դուր գալիս, որտեղ կարամ ես շատ հանգիստ ժամանակ անցկացնեմ։ Սա շատ մեծ տարածք է, եթե դուք չեք ուզում ոտով գնալ, կարաք, այսպես ասած, նստեք այս սիրուն աղջիկների մոտ և շարժվեք, բայց ես ոտով եմ գնալու և կաշխատեմ ցույց տամ ձեզ այս սիրուն տեղը։ Hi. Hi. Hello sir, taxi. Դե ինչ, անպայման մենք պետք է գտնենք Հայաստանի դրոշը, չէ՞։ Դե ինչ, ուրեմն հասանք, մենք և աշխատեմ ցույց տամ սա այս սիրուն տարածքը, ասեմ, որ մոտավորապես 7 միլիարդ դոլար է ծախսել Դուբայը, որպեսզի կառուցի այս տարածքը։ 7 միլիարդ դոլար, պատկերացնում եք։ Coming for a function, you already have the
Դե ինչ նշեմ, որ այսպես ասած ահագին հարցեր են գրում եւ նաեւ վարձի մասին ես ճիշտ ասած ասեմ, որ Դուբայում մարդիկ գալիս են, որպեսզի այսպես ասած լողանան, արևի տակ նստեն, ես տենց եմ նայում, ստեղ ապրելը մենակ դրանց համար հարմար, ովքեր պատրաստ են աշխատեն ամեն օր, ստեղ չես կարա չաշխատես, երկու շաբաթ տունը նստես, այսինքն այնքան թանկ է ստեղ կյանքը, որ հնարավորություն չկա, որ մարդ ստեղ ապրի ու չաշխատի։ Տեսեք, մենակ մի հատ տունը վարձը մոտավորապես 2500-3000 դոլար է։ Օրինակ Ջումեյրա Բիչ այդ փողոցի վրա այդքան է գինը։ Ինձ թվում է ջերմուկում ավելի հետաքրքիր է, չէ, ավելի բնական։ Դեստեղ ջերմուկ չկա, էս է ինչ կա։ Տեսեք ինչքան է հանգիստ ու հիմա ցերեկ է, մարդ չկա, երևի երեկոյան են գալիս ավելի շատ։ Իսկ ես սիրում եմ այս ժամը, երբ մարդ չկա, եւ մենակ ման ես գալիս։ Hi. Դե ինչ, այսօրվա վիդեոն վերջանում է, ասեմ, որ ես միշտ զարմանում եմ դրանով, որ Դուբայի մետրոյում առանձին վագոններ կա կանանց համար, տեսեք, մենակ կանայք կարան ստեղ նստեն եւ երեխեք, հա։ Ստացվում է 3 վագոն, հա, այս 3 վագոնում մենակ կանայք կարան նստեն, իսկ տղամարդիկ կարան նստեն այս հաջորդ վագոնը, հա։ Եվ դնում եք նստարաններն էլ, այսինքն տղամարդիկ կարան, չէ, ինվալիդների համար ստեղ է, հա, եւ կանանց համար այստեղ է։ Ու այստեղ ոչ մեկ չի կարա օրենք խախտի, ոստիկան դուք համարյա չեք տեսնի, սա կամերաներ է, հա, եւ ոստիկանները փաստորեն նստած կամերաներով նայում են բոլորիս վրա։ Ձեզ լավ օր։